Մեկ մարդ, մեկ ընկերություն եւ մի ամբողջ համակարգ հովանավորչության եւ օրենքի խաչմերուկում։ Ինչպես ասում են, կոռուպցիան չի ճանաչում ոլորտներ, այն ներթափանցում է ամենուր, նույնիսկ այնտեղ, որտեղ շինարարությունը պետք է ծառայի հանրային շահին։ 2024 թվականի սեպտեմբերին հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է հերթական սխեման, այս անգամ շինարարության եւ քաղաքաշինության ոլորտներում։ Գործի կենտրոնում Գաշին ՄՁ ընկերության տնօրեն Հովհաննես Ասատրյանն է, ով կաշառքի միջոցով փորձել է տնօրինել ոչ միայն իր բիզնեսը, այլև օրենքը։ Նա ղեկավարում էր շինարարական ընկերություն, բայց իրագործում էր ոչ միայն շինարարական նախագծեր, այլ նաև կոռուպցիոն սխեմաներում էր ներգրավված։ Կաշառք հովանավորչության դիմաց, թողտվություն ապօրինի գործունեության համար։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի հենց այսպես է սկսվել այս քրեական գործ, որտեղ ընդգրկվել են Ասատրյանի գործունեության ողջ մանրամասները։ Բայց այս ամենի հետ առաջարկում եմ չմոռանալ, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատական օրինական ուժի մեջ մտած վճռով։ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հակակոռուպցիոն կոմիտեն նախաձեռնեց նոր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել եւ հիմնավորվել էր, որ Գաշին ՄԶ ՍՊ-ի տնօրեն Հովհաննես Ասատրյանը տարբեր դեպքերում հանդես է եկել կաշառք տալու եւ կաշառք տալու միջնորդությամբ իր կամ իրեն մոտ կանգնած անձանց օգտին ապօրինի հովանավորչություն ստանալու նպատակով։ Ասատրյանի գործունեությունը տարածվել է թե պետական, թե մասնավոր ոլորտների վրա։ Պաշտոնատար անձանց շրջանում նրա թիրախում են հայտնվել Քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, որոնցից նա ապօրինի փոխշահավետ պայմանավորվածություններով փորձել է ստանալ աջակցություն, որոշ թույլտվություններ եւ արտոնություններ։ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի, 435-րդ հոդվածի եւ 437-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ թիվ 622 767 24 քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքանության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Գաշին ՄԶ ՍՊ ընկերության տնօրեն Հովհաննես Ասատրյանը որոշ դեպքերում կաշառք տալու, որոշ դեպքերում կաշառք տալուն օժանդակելու, որոշ դեպքերում նաև կաշառքի միջնորդությամբ հանդես է եկել ինչպես մասնավոր ոլորտում, այնպես էլ պաշտոնատար անձանց շրջանակներում, իր կամ իր մատնանշած անձի օգտին հովանավորչություն կամ թողտվություն կամ ապօրինի այլ գործողություն կատարելու համար, որոշ դեպքերում կաշառք գումարը տրվել է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոշ դեպքերում կաշառք գումարները տրվել են քաղաքաշինության կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներին, կաշառք գումարներ են տրվել մասնավոր ընկերությունների տնօրեններին, իօգուտ Հովհաննես Ասատրյանի կողմից մատնանշված անձի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու նպատակով։ Մասնավոր հատվածում Ասատրյանը կաշառքի միջոցով կապեր է հաստատել տարբեր ընկերությունների ղեկավարների հետ, փորձելով ազդել որոշումների վրա եւ իր վերահսկողության ներքո պահել մի շարք որոշումներ։ 2025 թվականի մայիսի 20-ին Հովհաննես Ասատրյանը եւ եւս 14 անձինք կաշառք տալու, կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության համար դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալվել են։ 15 անձանցից 13-ի նկատմամբ ընտրվել է խափան միջոց կալանքը, մեկի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Մյուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվել, դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը, որի նկատմամբ եւս հետագայում կիրառվել է բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցը։ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին սույն քրեական վարույթով կազմվել է մեղադրական եզրակացություն եւ այն հաստատելու միջնորդությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն իրավասու դատարան հանձնելու միջնորդությամբ։ Ասատրյանի գործով դրվագները մեկը մյուսից հետաքրքրական են, փաստաթղթերի կեղծիքներ, մի շարք ապօրինի գործողություններ, որոնք բացահայտվել են թվային խուզարկությունների եւ գաղտնի քննչական մի շարք գործողությունների արդյունքում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին կաշառք տալու դրվագն է եղել, որով որ գովազդի վահանակը թաքցնելու, այն իրական չափսերին չհամապատասխանելու ենթադրյալ իրավիճակը քողարկելու եւ նմանատիպ նույն ձևի թողնվելու համար է տրվել կաշառք գումար։ Մյուս դրվագներից առավել հետաքրքիր նաև պաշտպանության նախարարության կարիքների համար անհրաժեշտ գազաբաշխիչ կայանի
կառուցումն է եղել լիճ համայնքում, որն ըստ էության չի համապատասխանել նշված ստանդարտներին, փաստաթղթեր են կեղծվել, որոնց շրջանակում մեղադրյալ Հովհաննես Ասատրյանը կաշառք գումար է տվել ՍՊ ընկերության ներկայացուցչին։ Բացի այդ, նշեմ նաև մեկ այլ դրվագ, որի վերաբերյալ ցանկանում եմ ընդգծել, որ քաղաքաշինության կոմիտեի պաշտոն զբաղեցնող անձին կաշառք գումար են տրվել։ Ի օգուտ Հովհաննես Ասատրյանի հետին թվականով կեղծվել է պայմանագրեր, որոնց հիման վրա կատարվել են արդեն հետագայում ապօրինի գործողություններ։ Ուշագրավ դրվագներից մեկով Հովհաննես Ասատրյանը նախապես համաձայնության է եկել ոստիկանության կոմունալ շահագործման վարչության առաջատար մասնագետների հետ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կարիքների համար հայտարարելով կեղծ մրցույթ, որի ժամանակ ինքը ճանաչվել է հաղթող։ Հովհաննես Ասատրյանը կաշառք է տվել ներքին գործերի նախարարության ոստիկանության կոմունալ վարչության առաջատար մասնագետներին իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու եւ հայտարարված մրցույթը իր կողմից հաղթելու կապակցությամբ։ Բացի այդ, ցանկանում եմ նաեւ նշել մեկ այլ դրվագ, Հովհաննես Ասատրյանը խոստացել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային զինվորական կոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյային կաշառք գումար տրամադրել իր մտերիմ Էդուարդ Հարությունյանի քրոջ որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով։ Քննությամբ նաև պարզվել է, որ Ասատրյանը իր որդու միջոցով խոշոր չափերի կաշառք գումար է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին Massive Park բազմաբնակարան շենքի գազաբաշխիչ կայանի վերակառուցման համար։ Տվյալ թույլտվությունը, գազաբաշխիչ կայանի կառուցման համար թույլտվությունը տրված է եղել քաղաքապետարանի կողմից 2018-2019 թվականների համար, մինչդեռ նշված ժամկետը անցել է եւ ըստ էության հնարավոր չի եղել կատարել այդ շինարարական աշխատանքները, որի արդյունքում նոր թույլտվություն ստանալու կապակցությամբ Հովհաննես Ասատրյանը խոշոր չափի կաշառք գումար է տվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին նոր թույլտվություն ստանալու եւ գազաբաշխիչ կայանը կառուցելու նպատակով։ Իմ կողմից թվարկված բոլոր մասերով իրականացվել են անհրաժեշտ վարորդային եւ ապացուցողական գործողություններ, իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքներով հիմնավորվել է Հովհաննես Ասատրյանի եւ քրեական վարույթով անցնող մյուս մեղադրյալների մեղադրանքները, կատարված քննչական եւ վարորդային գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները համադրելով օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների հետ վարույթին իրականացնող մարմինը հանգել է հետևության առ այն, որ Հովհաննես Ասատրյանին վերագրվող մեղադրանքը հիմնավոր է, ուստի եւ նրա դատապարտումը մեծապես հավանական է։ Հետևաբար նման պայմաններում կազմվել է մեղադրական եզրակացություն եւ ուղարկվել հսկող դատախազին այն հաստատելու եւ իրավասու դատարան հասնելու միջնորդությամբ։ Գործի վերաբերյալ Հովհաննես Ասատրյանի դիրքորոշումն իմանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել վերջինիս պաշտպանությունը ստանձնած փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ։ Տևական ժամանակ մենք հետաձգեցինք նյութի հեռարձակումը, հույս ունենալով, որ պաշտպանի հեռախոսահամարը ի վերջո հասանելի կդառնա։ Փորձեցինք վերջինիս հետ կապ հաստատել նաեւ համացանցով, սակայն մեր բոլոր փորձերը ձախողվեցին։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է բացահայտել այն սխեմաները, որոնք ստվերում են մեր տնտեսությունը եւ խաթարում արդար մրցակցությունը։